Նորից միասին ենք, շարունակում ենք մեր աստվածաշնչյան հերթական ճանապարհորդությունը։ Այսօր պիտի ուսումնասիրենք Ծննդոց 15, 16 և 17 գլուխները։ Անցած անգամ տեսանք Աբրահամի կոչումը, հավատը և Մելքիսեդեկին։ Աստված խոստացավ մեծ ազգ, մեծ անուն, օրհնություն բոլոր ազգերին։ Բայց տարիներ անցան, երեխա դեռևս չկա։ Այսօր տեսնում ենք ինչ է անում Աստված, երբ խոստում է ուշանում է, և ինչ է անում մարդը, երբ հոգնում է սպասելուց։ 15-րդ գլուխը ուխտի գլուխ է, արարողություն ուխտի։ Աբրահամը հարց է տալիս. Տեր Աստված, ինչով իմանամ, որ ժառանգելու է։ Սա անհավատություն չէ, սա հավատի անկեղծ ազնիվ հարց է։ Եվ Աստված պատասխան ունի արարողությամբ։ Կենդանիները կիսվեցին, Աբրահամը հսկեց, հետո խորը քուն մտավ։ Եվ Աստված ինքն անցավ կտրված կենդանիների միջով, բոցավառ վառարանի և այրվող ջահի կերպով։ Ծննդոց 15-17։ Ուխտի կանոնն էր, երկուսն էլ անցնում էին միջով։ Եթե մեկը խախտի ուխտը, նրան սպասվում էր այն նույն ճակատագիրը, ինչը որ կենդանիներին։ Բայց Աբրահամը քնած էր, և միայն Աստված անցավ։ Սա նշանակում է ուխտի ամբողջ պատասխանատվությունը Աստծո վրա է։ Մարդու ձախողումը չի կարող չեղյալ անել Աստծո խոստումը։ Եվ ահա Ծննդոց 15:6-ը Աբրահամը հավատաց Տիրոջը, և նա դա նրան արդարություն համարեց։ Ամբողջ նոր կտականի հիմքը այս մեկ նախադասության մեջ է։ 16-րդ գլուխը Հագարը և Իսմայելը։ Անցավ երկար տարիներ, երեխա չկա։ Սառան ասեց Աբրահամին. գնա իմ աղաղինի մոտ, գուցե նրա միջոցով զավակ ունենա։ Ծննդոց 16:2-ը։ Աբրահամը լսեց Սառային, այլ ոչ թե Աստծուն։ Սա անմիջապես ինձ հիշեցնում է Ադամի և Եվայի պատմությունը, ով լսեց կնոջը և ոչ թե Աստծուն։ Հագարը հղիացավ, Սառան նախանձեց։ Սկսվեց հակամարտություն։ Հագարը փախավ անապատ։ Աստծո հրեշտակը գտավ նրան և ասաց. դարձիր քո տիրուհու մոտ, և խոստացավ, որ Իսմայելից էլ մեծ ազգ կծնվի։ Հետո Հագարը ասաց մի բան. դու Աստված ես, որ տեսնում ես ինձ, Էլ Ռոյ։ Ծննդոց 16:13-ը։ Անապատում մոռացված կինը, ստրուկ, առանց ընտանիքի ու ապագայի, Աստված տեսավ նրան։ Աստված տեսնում է բոլոր մոռացվածներին։ 17-րդ գլուխում նոր անուն, նոր ուխտ, 13 տարվա լռություն։ Հետո Աստված նորից հայտնվեց և ասեց. ես եմ ամենակարող Աստվածը, քայլիր իմ առջև և կատարյալ եղիր։ 17:1-ը։ Աբրահամը բարձր հայր դարձավ Աբրահամ, բազում ազգերի հայր։ Սարան դարձավ Սառա, իշխանուհի։ Նոր անունը նոր ինքնություն է և նոր կոչում։ Աստված փոխում է անունը, որովհետև փոխում է ճակատագիրը։ Ուստի նշանը թլպատություն էր, բայց ուշադրություն դարձրեք, Աբրահամը արդեն 15-րդ գլխում արդարացված էր հավատի միջոցով։ Իսկ թլպատությունը հետո եկավ։ Նշանը հաջորդում է հարաբերությանը, այլ ոչ թե ստեղծում է։ Հռոմեացիներից 4:10-11-ում է գրված. այս զարմանալի գրքում Ծննդոցից մինչև հայտնություն ամբողջ Սուրբ Գիրքը պատմում է մեկ պատմություն, Քրիստոսի փրկության պատմությունը։ Մեր նպատակն է գտնել Քրիստոսին ամեն գլխում։ Տեր Հիսուսն ասեց. քննեցեք գրքերը, որովհետև նրանք իմ մասին են վկայում։ Հովհաննես 5:39-ն է ասում։ 15-րդ գլխում Աստված ինքն անցավ, միջ Աբրահամը քնած էր։
Հիսուսը ինքը կատարեց փրկության ամբողջ գործը, երբ մենք մեղքի մեջ մեռած էինք։ Եփեսացիներից 2:1-5-ը։ Փրկությունը 100% Աստծո գործն է։ Աստված, որը տեսնում է, Հիսուսն ասաց Սամարացի կնոջը, 5 ամուսին ես ունեցել։ Հովհաննես 4-րդ գլխում Հիսուսը տեսնում է բոլոր մոռացվածներին, բոլոր հագարներին։ 17-րդ գլխում նոր կտակարանում Հովհաննեսի Հիսուսը Սիմոնին տվեց Պետրոս անունը։ Հայտնության 2-ում ասվում է հաղթողին նոր անուն կտրվի։ Հիսուսը փոխում է ինքնությունը, ոչ թե միայն անունը։ Եվ մենք այստեղ սովորելիք ունենք։ Կասկածդ Աստծուն բեր։ Աբրահամը հարցրեց, Աստված պատասխանեց ուխտով։ Նա չի փախչում քո եւ իմ հարցերից։ Համբերությունը Իսմայել է, անհամբերությունը ներողություն Իսմայել է ծնում։ Աստծո ժամանակը կարող է ուշացած թվալ, բայց այն ճշգրիտ է։ Մինչ օրս Իսմայելն ու Իսահակը պայքարում են։ Մերձավոր արևելքի հակամարտությունը սկսվում է հենց Ծննդոց 16-րդ գլխից։ Աստված, որը տեսնում է հենց հիմա, ինչ վիճակում էլ որ լինես, անապատում, մենության մեջ, թե մոռացված, նա տեսնում է։ Հռոմեացիների 8-րդ գլուխը Աստված կատարեց այն, ինչ մենք չկարողացանք։ Հարց մեզ բոլորիս, երբ Աստծո խոստումը ուշանում է, մենք սպասում ենք հավատով, թե սկսում ենք Իսմայել ծնել։ Գրեք մեկնաբանությունները ձեր մտքերը։ Եկեք ավարտենք աղոթքով։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ ուխտի պատասխանատվությունը քո վրա է, ոչ թե մեր վրա։ Երբ հոգնում եմ, սпасելուց Տեր, հիշեցու ինձ, որ քո ժամանակը կատարյալ է։ Երբ մեզ մոռացված ենք զգում, հիշեցու, որ դու ես Էլ-Ռոյը, Աստված, որը տեսնում է։ Մենք բոլորս քո կարիք ունենք։ Ամեն։ Սիրելիներ, եթե օրհնվեցիք, եթե դեռևս բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք եւ մենք շարունակենք միասին մեր ճամփորդությունը ծննդոցից մինչև հայտնություն։ Աստված օրհնի ձեզ եւ ձեր ընտանիքներին։ Կհանդիպենք հաջորդ գլուխներում։